Դա ինձ սովորեցրել է այդտեղ այնց լավ հեղինակություն իմ շատ մենք ընկերացանք երրորդ մասի Լովիկը ում ես մի քանի կյանք եմ պարտք մոտ եք եղել անգամ եմ ասում մենք ընկերներ ենք եղել շատ մոտ իր ընտանիքին եմ մոտ եւ երեխեքին եւ նույնիսկ շատ Մr. Բաբաջան ինքն ամբողջ իմ ստեղծագործական կյանքը ես շարունակել եմ իր շնորհիվ ինքը չի թողել որ ես որևէ խնդրի առնչվեմ ինքը ինձ ուղղակի շրջափակել է որպեսզի ես ազատ ստեղծագործելու գրելու այդ բան ունենամ հնարավորություն ունենամ եւ դրա մասին այն դժվարությունների մասին որ ինքը դիմագրավել է ինձ պաշտպանելու համար իմացել եմ միայն կալանքից հետո Բարի լույս ժողովուրդ ջան ես ինչպես միշտ իմ փիսիկի հետ իմ փիսիկի հետ եթեր եմ դուրս գալի ժողովրդիս հետ մի քիչ զրույց անեմ ժողովուրդ ջան ես ուղղակի նայում եմ համացանցում արա դե միծակի ոտներս դենտար նայում եմ համացանցում ինչ որ բլոգերներ են Նիկոլ Քլենգողներ են Անուններն ուն դրել են իբր ֆուրի շոֆերներ են կամ եսիմ ինչեր են եսիմ հազար տեսակ շաշմաշ բաներ են խոսում Նիկոլ դե արի մեր ֆուրեկը մերես մեր աշխատվարձը մերես մի բանը մերեմ մի բանը Էս մարդիկ սրանք իրանց կախի չես հարգե պատվերները էլի պատվերները կատարում են հիմար դուս են տալի սրանք մի անգամ ոչ մեկի բերանից չես կարողանում լսես որ ասենք հայրենիքից խոսան հայրենիքի կործանումից խոսան կամ էս մի բանից խոսան ժողովուրդ իրականում միայն մեր ազգն է հա աշխարհում սենց երկրորդ նման ազգը գոյություն չունի աշխարհում Ես շատ ու շատիր եմ ետևում ուրեմն ասեմ ձեզ մի բան որ դուք բոլորը սաղը տականատես եք եղել ասենք 2014 թվից Ռուսաստանից հեռացավ Toyota ֆիրմեն Հազարավոր ճապոնացիներ էին աշխատում, ամբողջ աշխարհին Toyota մակնիշի մեքենաներ երկու քաղաքում Ռուսաստանի արտադրում էին։ Ռուսաստանից հեռացավ BMW-ն, Mercedes-ը, Volkswagen-ը, Opel-ը, այդ զավոդները լրիվ Ռուսաստանում էին, Kia-ն, Hyundai-ը լրիվ Ռուսաստանում էին լավ այդ երկրի այդ ժողովուրդը ինչի մեկը չասեց բա իրանց իշխանությունների չբողոքեց էս մի բան մենք սոված ենք մնալու մեր երեխանց հետ հետո գամ պահեն կոտորվելու ենք էս մի բան այն մի բան արա մենք էս ինչ ազգ ենք էս ինչ տիպ ենք ոչ մեկը չի մտածում մի անգամ չի ասում որ ես հայրենիքին վտանգ ասպառնում սրանք նույնիսկ Ղարաբաղը տենալով չեն հասկանում նույն վիճակն էլ Հայաստանի հետ են ուզում անեն արա դու Ղարաբաղը տեսակ այդ մարդիկ եկան հանձնեցին թողին գնացին Հայաստանով մտան Ադրբեջանով դուրս եկան դա ձեզ ոչ մի բան չի ասում Հիմա մեղադրում եք մեր երկրի ղեկավարին, որ ինչ անեք։ Հա? Այս քանի ամիսա ասում են, որ Ռուսաստանը արգելել է։ Ինչի եք մաշինները բարձում գնում լարս կամ եսի մի բան։ Հույսներդ ինչի վրա եք դնում, որ փողը կտակ կանցնեք։ Հələ մի հատ էս ֆուրի վարորդներին բանին ես բոլորին հարց եմ տալի
Այդ որ ձեր ապրանքը բարձում եք գալի Հայաստան, լրիվ ապրանքը 100%-ով ում վրա վաճառում եք, համարյա լրիվ այդ ապրանքը առնողները հայեր են։ Ես հիմա ուղղակի ես պետքա ճիշտը ասեմ։ Մի 100 անգամ էլ ես եմ առել։ Արա ասել եմ ջհանդամը լավնա, վատնա, մեր հայնա, նրանից առնեմ։ Գնում ես Յաշկով առնում ես, բերում ես տուն, վերևի ռյադը լավնա, տակի ռյադը սաղ ֆոտած։ Սաղ ֆոտած։ Այդ ոնց է վերևի ռյադը չի ֆոտում, ասում են դե պատահական կարող է լինի մեջը։ Ոնց է վերևի ռյադը չի հոտում, տակի ռյադն է, սա հոտած կամ մանր, մունուր, խնջիլ կնես, լծած։ Լրիվ, որտե հայից գնում ես առնում, քաշվում ես, ամեն ինչում, նույնիսկ հասարակ են բանը, կարտոշկեն, գնում ես մեշոկով առնում ես, չէ, ասում են քավարի կորթոլա։ Մեշոկով առնում ես, բերում ես գրաղները լրիվ լավնա, մեջը խնջիլ, կտրատած, մտրատած, փթած, հոտած։ Իսկ դուք, ձեր ժողովրդի հետ, դուք որ առևտուր եք անում, գալիս եք Ռուսաստան, բան, ճիշտ եք վերաբերվում, հիմա բողոքում եք վարչապետից, որ ինչ անեք։ Ես ուղղակի հասարակ օրինակներ եմ բերում, որ դուք ընդհանրապես բողոքելու տեղ վաբշե չունեք։ Վաբշե չունեք բողոքելու տեղ։ Հենց Հավայի մարդիկ եք։ Դուք այդ ես 100% վստահ եմ, որ այդ Facebook-ում խոսողները, բանը, դրանք ոչ ֆուրի վարորդ են, ոչ գիտեն վարորդությունն ինչ է, ոչ Լարսի տեղը գիտեն, ոչ Ռուսաստանի տեղը գիտեն, ուղղակի իրանց դնում են ես իմ շլանգի տեղ։ Երբ որ ֆուրերի հարցալում ֆուրի վարորդներ են, երբ որ խաղողի այգիների հարցա խաղողաճծնողներ են, այդպես մարդիկ են ուղղակի, անընդհատ պատտվում են։ Սենսացիաների հետևից մի երկու եսիմ ոնց ասում են ენი, երկու լայքի հետևից կամ եսիմ ընչի հետևից։ Բա ժողովուրդ ջան, ես ձեզ լրիվ ճիշտ ասելու եմ, ես հլա մի հատ չկա ֆուրա, որ մոտենամ, հայկական ֆուրա, ես ճիշտն ասող մարդ եմ, ու ասելու եմ, չկա հլա մի բան, որ մտածել եմ, առածել եմ, տուն բերած, կեսը դենացած չլնեմ, ադե ասել եմ, մեր հայիսն առնեմ, էլի, բայց դե դուք ինչ չեք բողոքում, քանի ամիսա ես օրինակ ինչի համար բերի, որ լրիվ բանը Ռուսաստանից լրիվ թողին հեռացան, այդ գիգանտները, Toyota-ն, Mercedes-ը, BMW-ն, լրիվ թողին հեռացան, որովհետև շուկան փոխվում է։ Հիմա Ռուսաստան բերած լցած, այդ որ ասում եք հայկական ելակ, ստե բերած լցած չինական ելակը շամվոտի հետ գնում է, չինական ելակը, ստե շուկաները, գիտեք թե Ռուսաստանն է կառավարում, ոչ, ստե շուկաները, կառավարում է, Թուրքիան, Ադրբեջանը, բոլոր շուկաները, ոնց ասեն Պուտինը ընենցել անելու է։ Հենց իրենք, չինական ապրանքնել են իրենք բերում վաճառում, ամեն ինչն էլ իրանք են, ասում են, Պուտինին ասում են, որ հայկական ֆուրեկը, հայկական ապրանքը էլ դեսը պետքա չգա, նա չի կարա չանի, լսում է, խելոք լսում է։ Չինացիները ասին, որ դրանց լրիվ այդ նեմեսներին, ճապոնացիներին հանեցեք, մեր չինական ապրանքն ենք բերելու արդեն, չինական մեքենաներն ենք բերելու Ռուսաստան։ Լրիվին հանեցին։ Ինչա, լրիվ թշնամի, հիմա մեզ էլ են հանում այդ շուկայից, արանքից հանում են, չեք հասկանում։ Ինչ կա չհասկանալու տեղ։ Հանում են մեզ, այդ արանքից հանում են։
Նիկոլն էլ պատճառա, որ ասենք Ռուսաստանը հա ինչ որ պատճառ ունենա, հա որ հա դե պատճառը քաղաքականա դրա համար ատենց։ Դա սաղ սուձրիսները։ Ուրեմն մենք ստե ապրում ենք, մենք չենք տենում ինչա կատարվում։ Լրիվ ամբողջ աշխարհի շուկաներից տեղից հանում են։ Բոլոր ինչքան բազաներ կա, ինչ կա, չկա, նույնիսկ արդեն շորի բազաները, սաղ թուրքի ձեռինա, ու ադրբեջանցիների ձեռնա։ Հայերի ձեռը այդ ես մի երկու հատ սամո մամո կար սաղին ֆուկ են արել ստել, ոչ մի մարդ էլ չկա։ Չեք հավատում ժողովուրդ ջան, բա ես պարզ խոսող մարդ եմ, պարզ ասող մարդ եմ։ Հայերի ձեռին այդ ես մի երկու հատ բան ա եղել, վсё, սաղի ձեռից ամեն ինչ այդ են ծառել են ամեքին իրանց հայրենիք ճամփել։ Եվ վերջ։ Դուք գիտեք թե նա գիտեք թե Պուտինն, այդ կարգավորում չկա նման բան։ Մոռացեք, դրան դուրս պատճառապետ քաղաքական վայ Նիկոլն է։ Հիմա Նիկոլը որ ուզենա Պուտինին համոզել, որ մեր ապրանքը մտնի Ռուսաստան, նա ոչ մի բան չի կարա անի։ Թաթը դրած արդեն Ռուսաստանի շուկաները վերցրած է Թուրքիայի ադրբեջանցիների բիզնեսմենների ծերինա, այն օրը Նարիշկինը որ խոսում է, Նարիշկինը Ռուսաստանի որ խոսում է, գիտեք այն մարդը պատահական է խոսում, նրիվ նրա ձեռով կոնտրոլի տակ է այն Թուրքի Նիսանով է, ինչա նրա ընկերն է, լրիվ այդ շուկաներն էլ Նիսանովին են ենթարկվում։ Այ ժողովուրդ ջան, այդքան միամիտ չլնեք։ Ուղղակի մեր ազգով բերեք մենք իրար տես չանենք։ Մի հատ հասարակ բան ասեմ։ Պոլշան, Լեհաստանը չգիտեմ ինչի համար Զելենսկուն տված շքանշանը ետ պահանջեց։ Ուկրաինայի մեջ Զելենսկու թշնամիները երեք նախկին նախագահները, որ իրենք էլ էին ստացել այդ շքանշանները, Զելենսկու թշնամիներն են, հա դրանք Պարաշենկոն բանը, Պարաշենկոն միջև մի Քոչարյանի նման դատում է Զելենսկին։ Պարաշենկոից բռնցրա Յուշչենկո Կուչմա լրիվ այդ շքանշանները Պասիլկարին ուղարկեցին Պոլշա։ Այ ազգը տենց է լինում։ Թեկուզ նրանք Զելենսկու թշնամիներն են, բայց այդ տենց արին։ Դա գլուխերնդ գոված եք, մենք հայ ենք, դե հայ ենք, էդ չենք, Ռուսիշայի համար որներս ճղում ենք, էդ չենք, հայ ենք, թե ինչ ենք չգիտեմ, 15 հանրապետության մեջ սովետական միության ժամանակ ամենաշատ զոհը ըստ որ բանով հաշվում ես, ասենք տոկոսային հարաբերությամբ պատերազմում ամենաշատ գեներալ մարշալ Հայնա տվել, ամենաշատ զոհը Հայնա տվել, բայց երբ որ սովետական միությունը փլվեց, սովետական միությունից ամենաաղքատը դուս ա եկել Հայաստանը, աղքատ, ու հլա, 92 թվից միջև 2018 թիվնել, մնալով այդ բանի տակ, Սոխստանի, մնալով դրա տակ, մեզ ավելի են թուլացրել, թալանել վապշե, ասում են Քոչարյանին չենք կարում դատեն, գործ չկա վրին, հլա մեած սահմանադրությունը բացեք, Սահմանադրության մեջ գրած է, որ մեր երկրի հողի վրա կառուցված շինությունը կարաս վաճառես։ Բացեք Քոչարյանը ոնց է հողնել, հողի վրա շինությունն էլ հետը վաճառել օտար երկրին, օտարել է մեր երկրից։ Դա դատելու հիմք չի։ Դա դատելու հիմք չի։ Հիմք է։ 5 րոպեում դատեմ։
Աշխարհում չգտնվի մի հատ փաստաբան, որ կարողանան, որ հնարավոր չի դրան չդատելը։ Նման փաստաբան չգտնվի 5 րոպեում։ Չեն ուզում։ Ինչքան քննչական կոմիտեով բռնցրած ամեն ինչով է դատական համակարգով բանով ես պարզ կարամ ասեմ լրիվ փողաշխատողներ են թքած ունեն երկրի վրա փողաշխատողներ են մարդիկ փողն էլ ում ձեռնա հարուստների ձեռնա հարուստներին խի պետքա մեկ մարդիկ ասում են որ մի աղքատը լի վռաս կդատեն հա բա ինչ անեն կարող է պատահի այդ աղքատի գործը վեկալ են տարիներով ձգձգեն դրանց հետաքրքիր չի է վռաս դատում են գնում այդ խեղճ աղքատը ոչ կարող է միտեղ բողոքարգի ոչ ես ոչ են իսկ հարուստին իրանց պետք են հարուստներից կամաց փողը կամաց տանում են դուք նույնիսկ այս պահին այս ժողովրդավարության ժամանակ դուք աղքատ քննիչ աղքատ դատախազ բան գիտեք տես մարդ ճանաչում եք բայց նրանց աշխատավարձը խոսքի օրինակ մի հատ տաքսիստի աշխատավարձից հլա քիչ էլա բայց նրանք ամեն ինչի մեջ կան ու մի խոսքով խոսքը դրա մասին չի ես ուղղակի ասում եմ որ սենց է դա ժողովուրդ ջան կրկնում եմ Ռուսաստանի շուկան Հայաստանի համար լավ շուկա է բայց ստե արդեն այդ շուկան ոնց ասած պետական չի պետությունը արդեն կոնտրոլիրovat չի անում պետությանն էլ ասում են որ այս մեկին S այն մեկին S այն մեկին S հասկանում եք վերջ պետությունն էլ չի կարողանում ասի չէ Նրանք էլ նրանցից սնվում են ոնց կարան ատկազանեն այսպես հանում են եւ վերջ ես օրինակը բերի որ այդ գիգանտներին Toyota, Mercedes, BMW դրանց ստեից հանեցին մենք ով ենք արա ումա պետք բեր փթած ելակը կամ եսի ինչը մենք ով ենք մի հատ էլ մեր հայերը մեղադրում են մեր երկրի ղեկավարին արա երկրի ղեկավարին չեն մեղադրում երկրի ղեկավարին օգնում են ամեն հարցում որ նա այսպես դուխատապ չլինի չիմանա գնա ասենք մի ուրիշ երկիր ընդ ինչ խոսա դուխաթափելած ղեկավարին որ դուխաթափ անես էլ նա կարա կոնկրետ մտածի թե գնամ ինչ խոսամ ում համար ինչի համար մենք ոչ թե խելացի ազգ ենք մենք անգրագետ ազգ ենք հեսա ուրիշ բան չասեք ստենդե ստից գլուխերնուտ մենակ գովակ դա այս խախոլների օրինակն էլ բերի ներքինում անմիջապես 3 հատ հին ղեկավարները Զելենսկու թշնամիներն են որոնք սաղ դատական բաներով են անցնում այսինքն Քոչարյանի բանի նման Սերժ Սարգսյանի բայց Լեհաստանը մի հատ Զելենսկուն բան արավ իրանք էլ իրանք իշխանությունները հանձնեցին Լեհաստանին այսինքն են երկիր ղեկավարում Արտաքինը ներքինի հետ պետք է չխառնեն իսկ եթե դու քո երկրի շահը այլ երկրի համար օգտագործում ես դու արդեն դավաճան ես Ես մի օր երկու օրեր եմ որ Քոչարյանին որ բռնելին չկար համացանցը հանգստացել էր այդ բռնելուց հետո դուսա եկել որ այդ պարազիտը սաղ օրը Ռուսաստանից է խոսում գիտի թե ինքն էլ Հայաստանի կոլխոզի նախագահ է ինչ որ սաղ օրը Ռուսաստանից սաղ օրը նրա շահերից է խոսում մարդ արդեն զզվում է դրանցից որ ենք պետք է լինի օտար երկրի շահը այս երկրում ով հանկարծ բան արավ պետք է բան անեն Բաստե մարդ վախը մելա մի բան խոսա
Մտածում ես ասում ես կգան տանից կտանեն էսա։ Իսկ դրանք պետական մակարդակով հլատես հետ ինչեր են անում։ Երկրի նախագահ, բա մի մարդ լինի երկրի նախագահ։ Ամեն երկրորդ խոսքը Ռուսաստան բա, Ռուսաստանի շահի համար խոսա։ Մեծա։ Ջահանդամն է մեծ։ Ուրեմն որ մեծակ պետք է գնաս տակը պարկես։ Մեծակ գնան դե ապրի, ինչի ես եկել Հայաստանը բանանում։ Երկիրը տավիրեց։ Ամբողջ Ղարաբաղի ժողովրդին հանել են բերել Հայաստան։ Դե թող մի հատ Ղարաբաղցի կանգնի ասի, Քոչարյանը այսպես մի քայլ արել, որ մենք վերադառնանք։ Հա? Ով պետք է աներ։ Նորից Հայաստանի քաղաքացիները հետո ինչ որ մի Ղարաբաղցի Քոչարյանի նման իրան հերոսացնի, մոռացեք։ Դե արեք, հերոսներ եք արեք, մտածեք Ղարաբաղի մասին, ոնց եք վերադարձնում, եթե գիտեք այդ հերոսները դուք եք եղել։ Քոչարյանին եք հերոսացնում։ Դե ասեք, այ 20 թվից պատերազմ եղավ, այտենց այդ վիճակում այդ խեղճ ժողովուրդը ընկան։ Հետո սաղ տներից հանին։ Ինչ ա արել Քոչարյանը։ Հետ որ ասում են, մեկ ասում են, մեր սվյազներով, ես մի բանով, բայց ձեր սվյազներով բանով ինչ է կարել Ղարաբաղի ու ղարաբաղցիների համար։ Մի հատ ասեք։ Ոչ մի բան, չեք էլ անելու։ Դուք հազիվ փախել եք, հազիվ պրծել եք։ Ինչ եք անելու։ Չկա նման բան, ժողովուրդ ջան։ Ես նույնիսկ վստահ ասում եմ, որ նույնիսկ ստեից սպասում են հատուկ մեծ հրահանգների, որ Հայաստանից մեծ հրահանգները լի, իրանք Հայաստանից ամբողջովին դուրս գան։ Ես կարծում եմ իրանք սպասում են դե բանի, ուղղակի ուզում են մեզանով լինի, էլի։ Հասկանում եք, չէ, իրանցով չլինի։ Ասենք 102 բազայի հարց բարձրացնի Հայաստանը, էս մի բան, են մի բան։ Մենք արդեն իրանց չենք հետարքրում, մենք իրենց ոնց արդեն սկսել ենք չհետարքրել Ղարաբաղի մասով, այս Հայաստանի մասով էլ չենք իրանց հետաքրքրում, ժողովուրդ ջան։ Սրանց այս ամբողջ երկիրը կառավարում է երկու պետություն, ամբողջ երկիրը, Չինաստանը և Թուրքիան, ամբողջ շուկան նրանց ձեռն է։ Իհարկե այդենց Հայաստանին, բանին, են Ուզբեկստանին էլ հանեցին, Ուզբեկստանին ստիպեցին, որ ստորագրի ընդեղ ատոմակայան կառուցեն նրանց համար, ինչի համար, որ ամբողջ կյանքը ընկնեն զավիսիմստի մեջ, էլի, հասկանում եք, ստիպեցին, ստորագրել տվին, որ մենք Ուզբեկստանում պետք է ատոմակայան կառուցենք։ Ստիպված նրանց պրեզիդենտը ստորագրեց։ Թե չէ, այսպես մեր նման էս գյուղմթերք բան լրիվ արգելած էր։ Հենց ստորագրեցին, թույլատրությունը միանգամից եղավ։ Էլ բզեզ չկար։ Մրգերի բանի մեջ։ Էսա ժողովուրդ ջան, մեր հայ ազգը պետք է բոլորը չեմ ասում 100%-ով, գոնե 90%-ը պետք է հասկանա, որ մենք ոնց արդեն իրանց չենք հետաքրքրել Ղարաբաղում, նույնպես էլ Հայաստանում չենք հետաքրքրում, մենք արդեն հետաքրքիր չենք իրանց, ընդհանրապես։ Մենք էլ իրանց չենք տալի Մարշալ Բաղրամյաններ, մենք էլ իրանց չենք տալի 100,000-ներով զոհեր, պետական մակարդակով չենք տալի, մենք էլ իրանց հետաքրքիր չենք։ Մենք Հայաստանում ենք արդեն կառուցում ինչ-որ
գործարաններ այդ վայենի ոլորտով էլի բայց իրավունք չունենք պետքա էտավ տեխնոլոգիան տայինք իրանց երկրում կառուցեին մեզ էլ դրանից թուլափայ հատկացնեին հասկանում եք սա է հիմա տենում են մենք ինքներս մեզ համար ինչ որ մի բան ենք անում այ մեզ ասում են դե ուրեմն մեզ պետք չեք ընդհանրապես Խոսում են NATO, հիմա արդեն ԵՍ-ից են խոսում, ԵՍ չեք կարա։ Դուք կարաք մտնեք BRICS, դուք կարաք մտնեք Ինդիայի հետ սայուզանեք, Ադրբեջանի, Թուրքիայի հետ, բոլորի հետ կարաք, իսկ մնացած պետությունները իրավունք չունեն։ Մենակ պետքա դեր ֆոտած Եվրազեսում ունեն, որ այդ Եվրազեսը սկի կայել ոչ թղթի վրա մի հատ սուտի բանա էլի, Ոդեկաբեի նման թղթի վրա մի բանա, մի քանի գեներալ նստած ընդեղ Այդ պետությունները փող են փոխանցում նրանք էլ միլիարդատերեր են դառնում երևի էլի ես կարծում եմ տենց է ժողովուրդ ջան մի օր ինձ բռնելու են տանեն նստացնեն մնաք առանց ինձ դե բա ջահանդամը էսա մարդիկ կա արդեն բան չունեն ասելու Ես միայն հայրենիքի մասին եմ խոսում, ինձ ուրիշ ոչ մի բան հետարքրում չի, ձեր ցավը տանեմ, ես մեկը սենց է, են մեկը ծուռ է, են մեկը թրաշով է, են մեկը անթրաշ է, են մեկը գլխարկով է, մեկը անգլխարկ է, մեկի ռուսիկն է դեղին գույն, մեկին, ես ինձ դες բաները չի հետարքրում, ես միայն հայրենիքի, երկրից եմ խոսում, որ մենք մեր երկիրը կարողանանք ձև գտնենք, պահենք, դա է ամենակարևորը Երեք մի հատ ես իմ խոչիլա եսիմ ինչա մտիկ ես անում ավատարկ են մեծ մարդա ինձ գրելա այդ դոշիտ մաշները խուզի իմ դոշինս կի ենքան տենց մազել չկա արդեն բերան տադարում նենց անում որ ես իրան հայհոյեմ հասկանում եք այդ ինձ հիմար բաներ դե նկարը նայում եմ մեծ էլ մարդ է երևի կարող է իմ թայնը լի մի քիչ Ինչ հիմարություններ ասես անում են մարդիկ Հետո ասում են մենք խելացի ազգերից մեկն ենք աշխարհում Եթե առաջինը չենք երկրորդն ենք Դե որտե՞ղ է քո խելացիությունը Դե հիմար բաներ են անում ես իմ ինչեր են ասում ինչեր են անում Մի խոսքով ժողովուրդ ջան Մենք մեր երկրի կողքին ենք, բոլորս էլ պետքա պատրաստ լինենք ամեն քայլի։ Այ հիմա ասես մի հատ բան կա, ես ստենդե կարդում եմ, ասենք Քոչարյանն էլ է իր բերանով ասել, հեղափոխություն կանենք, եթե մենք պարտվենք, եթե մեր ձայները մեզանից գողանան, Ինձ օրինակ հազարավոր տղեկ են գրում, ասենք երիտասարդներ են, էլի ասում են հոպար, արխեին մնա, ստե ամեն ինչ ասում են կոնտրոլի տակ է, ես սա ասում եմ, որ Քոչարյանը լսի, Ծառուկյանը լսի, նման բաներ չասեն, հեղափոխությունից բանի չխոսան, այդ երիտասարդները ինձ ասում են, ես չեմ ուզում, էլի օրինակ, որ ես իրանց ասում եմ, արա տղեկ ջան, ձեր ցավը տանեմ, հանկարծ տես բաներ, պետք չի, մեր երկիրը պետք չի, էլի խարխլել, տես բաներ են ասում են, հոպար ջան, արխեին, դուխից չնգնես, ստե մենք ասում, ամեն ինչը կոնտրոլի տակ է, սաղի տեղն է գիտենք, ասում են, սաղի տների տեղը գիտենք, ամեն ինչի տեղը գիտենք, հլը մի հատ թող փորձ են ասում, մենակը տես մի բան, Մի օրվա մեջ ասում սաղի հարցերը լուծելու ենք, ստեից մտնելու ենք, ընդեից դուրս գանք։ Քոչարյան, լսում ես այ երիտասարդներ կան Հայաստանում, այ ինձ այ տենց հանգստացնում են, ասում են, այ սես բաներ կանենք, եթե հանկարծ իրանք փորձեն Հայաստանում մի հատ հիմարություն անեն։ Հասկանում եք, դուք ձերը գիտեք, ուրիշներին չգիտեք։ Դուք
Դուք եք Հայաստանի սաղ ունեցվածքը ձեր ձեռնա, դուք կորցնելու բան ունեք, բայց հազարավոր մարդիկ կան, որ նրանք կորցնելու ընդհանրապես ոչ մի բան չունեն։ Բայց դուք եք նման բաներ հրահրում, Քոչարյան, դու ես քո բերանով ասում, որ հեղափոխություն կանենք, իշխանափոխություն կանենք, հեղաշրջում կանենք, դու ես ասում, են աղքատները չեն ասում, դուք եք ասում, որ Հայաստանի միլիարդները ձեր ձեռին ա գողացած, ու հլը դուք եք այդքան բանը ասում, են հասարակ ժողովուրդ չի ասում, լավ իմացեք, այդ մարդկանց էլ այդպես բանա պետք, մտնեն ձեր տները այսենց, գիպսակարտոնից հետ պոկելով գնան, դուք էլ մնաք ճմբան ձերին, չիմանաք որ ծակը մտնեք։ Գիտեք թե փող ունեք կարող է աղքատին մի երկու կոպեկ տակ, այդ աղքատները գրան ձեզ համար, մնացած աղքատների հետ դեմ կռվեն, հա? Այտենց բաներ, Սամոն պարզ է նորն ասում է, մենք 500,000 ասում է, ես են գլխի մասին չեմ ասում, գորգրացողներ կճարենք, Սամո ջան, բացի այդ 500,000 գորգրացողը, 2.5 միլիոն մարդ, հայրենիքի համար պատրաստ է կանգնի, դու չպատկերացնեք թե պատահական բաներ է, Բայց ասում եմ, ես Հայաստանում չեմ, բայց երիտասարդներ կան, ինձ գրում են, ասում են, հոպար արխեին, դուխիտ մատաղ, ասում են, չվախենակ, ստի ամեն ինչ կոնտրոլի տակ է։ Դուք ձեր տներում նստած այտենց հայտարարություններ եք անում, բայց դա ճիշտ բաներ չեք անում, դուք մարդկանց զայրացնում եք։ Մի զայրացրեք, դուք ինքներդ ձեր գլխին մի սարքեք, կմնաք հենց ընենց առանց որևէ մի բանի, կմտնեն ձեր ունեցվածները, ձեր սուպերմարկետները, գիպերմարկետները, հազարներով, 100,000-ներով, կմտնեն էսյանից էնյանից դուրս կգան, կմնաք օդում, պետությունն էլ աչք կփակի, որովհետև դա դուք եք հրահրում, դուք եք սկսում, դուք սկսում եք նրանք կավարտեն։ Մի խոսքով տես բաներ էլի ժողովուրդ ջան, ինչ ասեմ, 1000 տեսակ մարդիկ կան, 1000 տեսակ մարդիկ կան, 1000 ձևով մտածելակերպ, բայց տենց է էլի, հարուստը որ շատ հարուստանում է, արդեն ենքան է հաբրգում, որ չգիտի ոնց անի, որ կորցնի իր այդ ունեցվածքը, հասկանում եք, արդեն չգիտի, գժվում է այդ մարդը, Չգիտի ոնց անի, որ կորցնի։ Մի խոսքով ժողովուրդ ջան, լավ մնացեք։ Ես բոլոր մեր բաներին, այդ գյուղմթերք, բան արտադրողներին, ես իմ կարծիքով ես դες պարզ ասեցի։ Ժողովուրդ ջան, այս շուկան Հայաստանի համար փակվում է։ Սա մեր երկրի ղեկավարի հետ կապված գործ չի։ Սա ես ձեզ ասեցի, Թուրքիան և Չինաստանը ամբողջ շուկան Ռուսաստանի վերցրել են իրանց ձեռը, իրանք են թույլ տվողները, ով կարա մտնի Ռուսաստան, ով չէ։ Սրանց ղեկավարին էլ մի հատ այնպես պատճառապետ, որ ասի ինչի համար ենք փակում Հայաստանից բերվող ապրանքը։ Եվ վերջ։ Ցանկացած փոքր բան նույնիսկ չեն թույլատրում։ Նրանց թե շուկաները վերցրած է, նրանց ձեռին է, այդ երկու պետության ձեռն է, Թուրքիայի և Չինաստանի, ամեն ինչը, շորից բռնացրած, հագուստից, մաշնից, լրիվ մեքենաշինուց, ամեն ինչից լրիվ տրանց այդ երկու պետության ձեռն է, վերջ։ Իրանք են ասում, ով կարա գաստի, ով չի կարա գաստի։ Հայաստանը հնարավոր է իր ապրանքը, լրիվ իր ապրանքը, Թուրքիայում հանձնի Թուրքիային, օպտավոյ գնով, Թուրքիան արդեն ինքը իր այդ լրիվ ապրանքը, որպես թուրքական ապրանք, որդ է ուզի ինդ էլ տեղափոխի։ Շուկաներ փնտրեք, հասկացաք, փնտրեք ձեզ համար շուկաններ, այս շուկան մեզ համար փակ է,
իզուր պետք չի գալ ստիս լարսում տնգվել մեղադրել մեր երկրի ղեկավարին։ Դուք լավ գիտեք ամեն ինչ, ինձանից լավ գիտեք, ուղղակի ես ասում եմ, որ ինչ որ մի մարդ պետք է ասի, որ դուք հասկանաք, որ դուք իմանաք, որ մարդիկ հասկանում են, ասում են, որ այս սենց է։ Ու դուք դա բոլորիսն էլ լավ գիտեք, որը տենց է։ Հայաստանում շուկաները այդ երբ է եղել, որ երկրի ղեկավարներն են ղեկավարել, հա? Միշտ չեք ասել, կամ դոբնա, կամ ես մեկնա, Սպայկան, որ նորը սկսել էր, մի հատ ուրիշ ֆուռա չէր կարում մտնի լարս, Սպայկայի ղեկավարները թույլ չէին տալի, չեք մոռանում, ժողովուրդ ջան, Սպայկայի ղեկավարները, խոսքի ես ֆուռա առնեի, ինձ ոչ մեկը թույլ չէր տալի, ես մտնեմ սադախլո, խի մոռացել եք, այդ նույն ձևել է սենց ստեյա, ստե շուկան փակա արդեն, Հայաստանի համար փակա, ես ընտրություններն էլ պատճառել էլի, որ բանան են, մի խոսքով ժողովուրդ ջան, լավ եղեք, մինչ երեկո, սպասենք, տենանք ինչա, դե ասում են Փաշինյանը ուզում է գա Ռուսաստան, սկի ես խորհուրդ էլ չեմ տա, որ գա, ես արդեն ամեն քայլափոխի վտանգներ եմ տենում Փաշինյանի համար, լավ եղեք, մինչ երեկո ժողովուրդ ջան։